հիմա գանք ամենատենց էլի բան թեմաներից, քարոշչական առումով իշխանության կողմից ամենալայն տարածումը ստացած ու որպես տենց մեծ ձեռքբերում ներկայացված թեմային, որն է ցորենի ներկրումը Ադրբեջանի տարածքով, խոսքը գնում է Ղազախստանից ձեռքբերված ցորենի մասին, որը որ Ադրբեջանը թույլ է տվել հետայսու Հայաստան եկող ապրանքը, որպեսզի անցնի Ադրբեջանով, հա։ Ու սա սարքել են մատի փաթաթան, երեք նայում եմ այդ Պետրոսի հարցազրույց, ուրեմն Քրիստինե Վարդանյանը անընդհատ ասում է, բա ասում եք բան չենք ստանալու, բա հեսա խաղաղությունը, բա այդ ցորենը Ադրբեջանի տարածքով է գալիս եւ այլն եւ այլն, ուրեմն ստեղ ձեր տեղեկության համար այսօր ուսումնասիրություն եմ արել, այսօր խոսել եմ մեր շատ լավ ընկեր Հարություն Մնացականյանի հետ, ով այսօր պետքա արդեն երևի թե արդեն տեղադրել է իր մոտ կարճ վիդեո ինձ ընկերական սկզբունքով նախապես ցույց տվեց դրա բովանդակությունը, որովհետեւ ես էլ պատրաստված լինեմ այդ բովանդակությանը։ Եվ ուրեմն ինչի մասին է խոսքը, հա, տեսեք, մենք գիտեք, որ ցորենի ճնշող մասը, մեծ մասը, հա, մենք ներկրում ենք Ռուսաստանից։ Եվ Ռուսաստանից այդ ցորենը հասնում է Հայաստան 2-3 օրում։ Հիմա իրանք իբրև դիվերսիֆիկացիա, այսպես ասած, հա, ռիսկերի համատեքստում որոշել են, որ լավ կլինի նաև Ղազախստանից բերվի ցորեն։ Արդյոք սա լավ է թե վատ գլոբալ առումով, այո, իհարկե սա լավ է։ Ցանկացած դիվերսիֆիկացիա դրական է անվտանգային համատեքստում, հատկապես երբ պարենային անվտանգության մասին ենք խոսում։ Բայց արդյոք սա լուրջ ձեռքբերում է։ Իհարկե ոչ, որովհետև խոսքը գնում է Ադրբեջանի տարածքով Հայաստան եկող Վրաստանի, հա, միջոցով, հա, միանգամից չանել թողել, որ Ադրբեջանից գա, գալիս է Ղազախստանից Ադրբեջան նավով, հետո ուրեմն գնում է Վրաստան, Վրաստանից հետո գալիս է այստեղ։ Հիմա ինչի դիմաց են սա անում, հա, Հայաստան գիտեք, որ վարչապետը արդեն ասել է, որ ուրեմն մեր տարածքով ուրեմն Թուրքիայից Ադրբեջան, Ադրբեջանից Թուրքիա միանգամից գնալու է ապրանքը, այն ապրանքը, որը կցանկանա Թուրքիան կամ Ադրբեջանը, դա մեկ։ Երկրորդը, շատ կասկածելի այլընտրանք է անվտանգության համատեքստում անվտանգացնել տնտեսությունը Ադրբեջանի միջոցով, որովհետև դա մենակ նիկոլականների ուղեղում է, որ վստահելի հիմա տենց հարաբերություններ ունենք մենք Ադրբեջանի հետ։ Ակնհայտ է, չէ՞, որ եթե մենք մեծ կախում ստանանք Ադրբեջանով եկող ցորենից, ապա մենք էլ ավելի մեծ ռիսկային գոտում ենք հայտնվում, քան կանք, երբ որ ունենք Ռուսաստանի հետ։ Իդեպ, այդ դիվերսիֆիկացիան այն դեպքում է արդիական, երբ դու հարաբերությունները փչացնում ես կամ կա տենց ռիսկ, որ կփչացնես հարաբերությունները այն երկրից, որից որ ներկրում ես։ Իսկ ով է փչացրել, արա հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Ով է բերել են վիճակի, որ մենք լավ կլինի ունենանք նաև այլ մեկ ներկրման աղբյուր։ Դա երկրորդը։ Երրորդը, այդ ցորենը այդ ճանապարհով գալու է մինիմում 20 օր։ Մարժան այդ ցորենի կազմում է մոտավորապես 2-ից 3%։ Ուրեմն ով է այդ բիզնեսմենը, ինչ շատ հետաքրքիր է, որը նախ Ալիևի հետ կարողացել է պայմանավորվածություն ձեռք բերել, որ այդ տեղով անցնի, եւ երկրորդը պատրաստ է իր փողը այդքան քնցնել, մինչեւ որ 20 օր այդ ամեն ինչը գա ստեղ։ Ինչ գնով են առել Ղազախստանից, ինչ ալնելու դրա ինքնարժեքը, որն է լինելու տնտեսական բենեֆիտը ղազախական ցորենի պարագայում, երբ որ տրանսպորտը ակնհայտորեն շատ ավելի թանկ է, որ շատ ավելի երկար է, ցորենը անհասկանալի է ինչ որակի է, այսինքն հիմա այդ ցորենը հələ չեկած, սենց մատով թափ տալ ասել, բա ասում եք բան չի գալու, դա խորը երկրորդական աննշան բենեֆիտ է, որը որ մենք ստանում ենք այս Ադրբեջանի ժեստից, էլի, որ իբր նայեք մենք ինչ բանը, բա խաղաղություն է, բա ինչ է։ Բայց նայ, Ալիևը ստացել է ամեն ինչ։ Ղարաբաղ, Հայաստանից կտորներ, Հայաստանի բանակի նվազեցում, հայ առաքելական եկեղեցու դեմ արշավ, գերիներ, որոնց մասին ունի կանաչ լույս Հայաստանի կողմից, իսկ Հայաստանը ինչ է ստացել, բայց մեկ ոչ մի բան չի ստացել, Ցորեն է ստացել, ախպեր։ Ալիևը այդքան բան է ստացել, մենք է ցորեն։ Ու պրիտոմ, ես ուզում եմ տնամ են գործարին, որ այդ ցորենը ներկրելու է։ Օրինակ ով կլինի այդ գործարը, որ այդ տենց 2% մարժայով ցորեն կներկրի։ Այս է հարցը, այս հարցերը մի խոսքով ու ստեղ թեմանն է, որ սրանք քարոշչական մեծ թեմա են սարքել, ընդդիմադիրները ինչ որ երեսով են տալիս, երբ որ չկա որևէ հաշվարկ տնտեսական, թե առասարակ դա ձեռնտու է, թե ձեռնտու չի։ Դրա ռիսկային
մասը խորը, այսինքն ռիսկերի նվազեցման մասը խորը կասկածելի է, պարզ ասեմ, որովհետև ինքը ցանկացած պահի կախվածությունը Ադրբեջանից դա մեծ խնդրեմ է մեզ համար։ Այսինքն ուրիշ երկրից, ay նույն տրամաբանությամբ կարող է Ուկրաինայից բերել կամ որևէ այլ երկրից, որ ունի դա, հա։ Այսինքն դա ի՞նչ է հաշվարկա, մենք չգիտենք, դրատակ դրված չի որևէ հաշվարկ։ Առհասարակ ասեմ, հա, ես Նիկոլը այսօր նայում եմ ելույթ ասում, մենք բան ամենանկախ, ոնց է այդ ինքնային ինչ ասում, ոնց է սիրում ինքնիշխան, ամենաինքնիշխան, արա քո իշխանությունը ամբողջությամբ կախված է այսօր Ալիևից։ Միանշանակ։ Ալիևը որ օրը ուզեց, հաջորդ օրը դու էլ վարչապետ չես ըրնելու, բացատրեմ ոնց։ Քո այսօր սաղ ինչ դու անում ես, ողջ քո քաղաքական քարոզչությունը ու քո քաղաքական ֆունդամենտը այս փուչ խաղաղության վրա է, որ պահին Ալիևը թեթև ագրեսիա արեց ու քանդեց այդ քո խաղաղության փուչիկը, որը որ ակնհայտորեն փուչիկ է, այս պայդրությամբ առնվազն, դու միանգամից կորցնում ես ամեն ինչ։